Երբեմն ինձ երբ ասում են լսել եմ, որ եկեղեցի եք հիմնել, ամբողջ ներաշխարհը տակնու վրա է լինում։ Որովհետև ես համոզված եմ, որ եկեղեցին մարդը չի հիմնում, այլ Տերն է հիմնում։ Եվ երբ լսում եմ նման ձևակերպում, չեմ ուզում նեղացնել որևէ մեկին, բայց փորձում եմ հնարավորինս ուղղել, շտկել, որ մենք պետք է չշփոթենք ով է հիմնողը եւ ով է ծառայողը։ Այդպիսի աստվածաբանություն ունեցողներն են, որ բիզնես բացելու նման եկեղեցիներ են բացում։ Որտեղ որ Տերը չի գործում, իրենք գնում են գործելու։ Մարդկանց ներողություն բառից համար զորով ապաշխարության են բերում։ Այնին Սուրբ Հոգին չի արել դա։ Եվ արդյունքում ինչ է տեղի ունենում։ Արդյունքում տեղի է ունենում այն, որ եկեղեցում լցվում են մարդու ուժով դարձի եկած մարդիկ։ Մակերեսային քրիստոնեություն է լինում։ Այնինչ այն եկեղեցին, որ հիմնում է Հիսուս, որ Սուրբ Հոգու զորությամբ է լինում, կազմված է իրական եւ վերստին ծնված մարդկանցից, որոնց որ պետք է ոչ թե խնդրես ու աղաչես, որ Հիսուսին սիրեն, այլ նրանք արդեն սիրում են։ Եվ հենց դա ամենամեծ տարբերությունն է, որ աշխատանքը կատարվում է ոչ թե դրսից ներս, այլ ներսից դուրս, որտեղ Սուրբ Հոգին է գործում։ Աստվածաշունչը բազմիցս հաստատում է, որ եկեղեցիները հիմնում է Տերը։ Եվ հենց Մատթեոս 16:18, որ այսօր յուրայեղբայրս ընթերցեց, Հիսուսն ասում է. Ես կշինեմ իմ եկեղեցին։ Այնուհետև տեսնում ենք գործքում, որ եկեղեցու ծնունդը եղավ, հետո Կորինթացիս նամակում, Եփեսացիսում Քրիստոս անկյունակարն է, նորից Կորինթացիսում, Գործք առաքելոցում, այսինքն բազում են այն համարները եւ այն հաստատումները, որոնք որ ցույց են տալիս, որ եկեղեցու հիմք դնողը Աստված ինքն է։ Հիշում եք Գործք առաքելոցում հերթականությունը, քանի տեղ եկեղեցի հիմնվեց առաքյալների քարոզչությամբ։ Շատ արագ ես ասեմ, երկրորդ գլխում Երուսաղեմում հիմնվեց, 8-րդ գլխում Սամարիայում հիմնվեց Փիլիպոսի քարոզչությամբ, Կեսարիայի եկեղեցին հիմնվեց Կորնելիոսի ընտանիքի միջոցով 10-րդ գլուխ, Անտիոքի եկեղեցին հիմնվեց 11-րդ գլխում, եւ այնուհետև Պողոսի առաջին միսիոներական ճանապարհորդության ժամանակ Անտիոքում, Իկոնիոյում, Լյուստրայում, Դերբեյում 13-14-րդ գլուխներում հիմնվեցին եկեղեցիներ։ Եվ արդեն երկրորդ ճանապարհորդության ժամանակ մենք տեսնում ենք առաջին եկեղեցու հիմնումը, որը Փիլիպեի եկեղեցին է։ Եթե հիշեք, նախորդ հատվածում Սուրբ Հոգին արգելքների միջոցով եւ Պողոսին տրված տեսիլքի միջոցով ուղղորդեց միսիոներական խմբին դեպի Մակեդոնիա, դեպի Եվրոպա։ Ուրիշ խոսքով ավետարանը հասավ Եվրոպա։ Եվ այսօր մենք տեսնելու ենք առաջին նորադարձներին եվրոպացի։ Եկեղեցի, որ հիմնվեց Փիլիպեում եւ Լիդիա անունով մի քույր, որի միջոցով սկիզբ դրվեց այնտեղ եկեղեցու գործունեությանը։ Մարդը չի կարող իմանալ ուր է պետք գնալ, եթե Տերը չառաջնորդի, ինչպես անցած անգամ տեսանք։ Մարդը չի կարող գտնել այն անձանց, եթե Տերը չհանդիպեցնի նրանց։ Մարդը չի կարող փոխել սրտեր, եթե Տերը չբացի։ Մարդը չի կարող տալ սեր մարդուն Աստծո հանդեպ, եթե Տերը դա չանի։ Մարդը չի կարող դարձնել մյուսին հոժարակամ կամ առատաձեռն, որ իր կարողությունները ծառայեցնի Տիրոջը։ Դա անում է Տերը։ Եվ այսքանից ելնելով մենք հասկանում ենք, որ եկեղեցիները հիմնում է Տերը։ Դա իր Սուրբ Հոգու աշխատանքի եւ ազդեցության արդյունքն է։ Եկեք նայենք հատվածի բաժանմանը։ Նայեք ձեր գրքերում կամ էկրաններին, հետևեք 16-րդ գլուխ 11-ից 15-րդ համարներին։ 11-ից 13-րդ համարներում մենք տեսնում ենք հանդիպում եւ զրույց կանանց խմբի հետ։ Եվ զուգահեռ ես ուզում եմ ընթերցել եւ նայեք բաժանմանը եւ ընթերցենք 11-ից 13-րդ համարներին։ Եվ Տրովադայից դուրս գալով ուղիղ գնացինք Սամոթրակե եւ հաջորդ օրը Նեապոլիս։
Եվ այնտեղից Փիլիպպե, որը Մակեդոնիայի այդ մասի գլխավոր քաղաքն է, գաղութը։ Եվ այդ քաղաքում մի քանի օր մնացինք։ Եվ շաբաթ օրը դուրս եկանք քաղաքից դեպի գետափը, որտեղ սովորաբար աղոթք էին անում։ Եվ նստած խոսում էինք հավաքված կանանց հետ։ Այսինքն տեսնում ենք այստեղ հանդիպումը եւ զրույցը միսիոնարական խմբի եւ գետափում հավաքված կանանց խմբի հետ։ Այնուհետև 14-րդ համարին նայենք, տեսնում ենք արձագանք լսողներից մեկի կողմից։ 14-րդ համարը եւ Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թիատիրա քաղաքից էր, ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր մեզ։ Տերը բացեց նրա սիրտը, որ անսա Պողոսի ասածներին։ Եվ այնուհետև տեսնում ենք Լիդիայի դարձից հետո, որ Տերը կատարեց այս աշխատանքը, նա հրավիրում է իր տուն, որպեսզի գան եւ մնան իր տանը։ Նայեք 15-րդ համարին հրավեր Փիլիպպեում մնալու։ Եվ երբ ինքը եւ իր տունը մկրտվեցին, աղաչեց ասելով. Եթե ինձ Տիրոջ հավատացյալն եք համարում, մտեք իմ տունը եւ մնացեք։ Եվ խնդրելով, թե ստիպելով, եւ ստիպելով տարավ մեզ։ Հատվածում տեսնում ենք այս ճշմարտությունը, հատվածի գլխավոր միտքն այս է։ Եկեղեցիների հիմնումը ոչ թե մարդկային նախաձեռնության արդյունք է, այլ աստվածային ներգործության։ Եկեղեցիները երբ հիմնվում են, այդ արտաքին մարդկանց հավաքույթի ետևում, այսպես ասած կուլիսների ետևում, կատարված է եղել արդեն երկնային միջամտություն։ Եթե 14-րդ համարում նկատեցիք, Ղուկասը շատ բացահայտ եւ ոչ երկիմաց տեքստով ասում է, որ Տերն էր բացել նրա սիրտը, որ նա լսեր։ Այսինքն քարոզչությունը արտաքին առաքյալների կողմից էր, բայց ներքին փոփոխությունը Տիրոջ միջամտությամբ էր։ Եվ եթե արդյունքում 15-րդ համարում տեսնում ենք այնտեղ հիմնվում է եկեղեցի եւ հրավերք է արվում, եկեք մնացեք եւ շարունակությունն էլ ցույց է տալիս, որ մնացել են այնտեղ, ապա դա պետք է վերագրել միայն Տիրոջը, որովհետեւ նա, եթե չներգործեր քարոզչության միջոցով, եթե նա ավետարանի քարոզչությունը չօգտագործեր Լիդիայի եւ մյուսների սիրտը բացելու համար, այնտեղ չէր կարող հիմնվել եկեղեցի։ Դրա համար եկեղեցիների հիմնումը ոչ թե մարդկային նախաձեռնության արդյունք է, այլ աստվածային ներգործության արդյունք է։ Եվ այս հատվածում մենք տեսնում ենք եկեղեցու հիմնման 3 գործողություն, որոնք անում է Աստված։ Որոնք են դրանք, եկեք մեկ առ մեկ ուսումնասիրենք։ Առաջին, ինչպես է Տերը հիմնում եկեղեցի։ Եթե նկատեք, մինչ այժմ արձանագրվում էր փաստերը, որ հիմնվում էին, բայց այս հատվածում Ղուկասը ներկայացնում է դրա process-ը, գործընթացը, թե ինչպես է դա տեղի ունենում։ Ուրեմն առաջին, ինչպես է Տերը հիմնում եկեղեցի, տալիս է ավետարանելու առիթներ։ Առաջին, Տերը տալիս է ավետարանելու առիթներ։ Եվ մենք 11-ից 13-րդ համարներում տեսնում ենք այդ առիթի տրման 2 բնութագիր։ Ինչպես է Տերը տալիս առիթ։ Առաջին հերթին նա առաջնորդում է իր նախատեսած ուղղություններով մարդկանց եւ երկրորդ ստեղծում է խոսելու կամ ավետարանելու հնարավորություն։ Նայեք 11-12-րդ համարներին։ 11, 12 եւ 13-րդ համարներին։ Տրովադայից նավարկելով ուղղվեցինք դեպի Սամոթրակե, իսկ հաջորդ օրը Նեապոլիս։ Այնտեղից Փիլիպպե, որ Մակեդոնիայի շրջանի գլխավոր քաղաքն է, հռոմեական գաղութ։ Այդ քաղաքում մենք մնացինք մի քանի օր։ Շաբաթ օրը քաղաքից դուրս դեպի գետափ գնացինք, որտեղ սովոր էին աղոթք քանելու։ Նստած խոսում էինք այնտեղ հավաքված կանանց հետ։ Այս համարներում տեսնում ենք միսիոնարական խմբի ուղևորությունը եւ կանգառները։ 11-ից 13-րդ համարներում նկարագրում է Ղուկասը այն, թե ինչպես Տերը տվեց նրանց ավետարանելու առիթ։ Առաջին, ուրեմն Տերը առաջնորդեց նրանց իր նախատեսած ուղղությամբ։ Հիշում եք Սուրբ Հոգին նախորդ հատվածում ինչպես առաջնորդեց ճիշտ իր ուզած տեղը։ 2 անգամ արգելեց նրանց նախաձեռնությունը եւ այնուհետև տվեց ուղղություն, որպեսզի նրանց ուղղորդի Մակեդոնիա։ Եվ հիմա տեսեք,
որտեղ Տերն է ուղարկում, ինչպես է նա գործում։ Տերը առաջնորդեց նրանց իր նախատեսած ուղղությամբ։ Մակեդոնիա գնալը Տիրոջ նախաձեռնությունն էր։ Եվ միսիոներական խումբը չգիտեր ուր պետք է գնալ։ Այնինչ նա երկու անգամ հակառակ ուղղությամբ քայլեր չեր անի։ Ահա նրանք անցնում են հետևյալ տեղանքներով։ Նայեք քարտեզին։ Ես նշել եմ աջ հատվածում, տեսեք, այդ ձեռքի նշանները դրել եմ, որպեսզի հիշեք արգելքները, Սուրբ Հոգու, այդ երկու տեղում արգելեց Գաղատիայի կողմերը եւ Ասիայի կողմերը արգելեց եւ այդ արգելքի միջոցով նրանց ուղղորդեց դեպի Մակեդոնիա։ Եվ նրանք հասնում են Տրովադա, այստեղ ինչ քաղաքներ որ գրված է, 19-րդ համարին կարող եք նայել, ես մարդիկ եմ դրել, որ դուք ավելի հեշտ կարողանաք քարտեզից օգտվել, այնուհետև Սամոթրակե են գնում եւ հետո Փիլիպպե։ Ինչու Փիլիպպե, որովհետեւ Փիլիպպեն Մակեդոնիայի գլխավոր քաղաքն է։ Գրված է, որ ուղիղ գնացինք, ասում է Ղուկասը։ Այս բառը յուսուդրոմեո ցույց է տալիս, որ նրանք բռնել են համընթաց քամին։ Ուղիղ գնացինք, երբ ասում է։ Նշանակում է ուղիղ ընթացքով վազել կամ, բայց ծովի վրայով բնականաբար չեն վազում, նավակով նրանք ճանապարհ են ընկել։ Ղուկասը նկատի ունի, որ նրանք բռնել են համընթաց քամին, հավանաբար հյուսիս-արևելյան, եւ այն թույլ տվեց նրանց ուղղություն վերցնել դեպի Սամոթրակե։ Այս քարտեզին էլ նայեք, որ դուք տեսնեք, ես նշել եմ հատուկ, այս Սամոթրակեն մի կղզի է, Էգեան ծովի հյուսիս-արևելյան մասում, նշանավոր կողմնորոշիչ ուներ, 152 մետր բարձրությամբ լեռ, տեսնում եք։ Եվ այս լեռը կողմնորոշիչ էր, բնական կողմնորոշիչ էր նավաստիների համար։ Նավերով շարժվողները նայում էին դրան այդ լեռանը եւ կարողանում էին կողմնորոշվել։ Հենց դրա պատճառով էլ Սամոթրակեն հաճախ հիշատակվում էր նավագնացների ուղիներում։ Այն կոչվում էր նաև Պոսեյդոնի կղզի, ի պատիվ ջրերի, երկրաշարժերի եւ ձիերի հունական աստծո, սա հեթանոսական իհարկե մեկնաբանությամբ։ Չնայած նայեք այստեղ տեղանքների միջև հեռավորության մասին էլ երկու խոսք ասեմ, որ ավելի լավ պատկերացնեք։ Հեռավորությունները ըստ պատմաշխարհագրական տվյալների Տրովադայից Սամոթրակե մոտավոր ծովային հեռավորությունը 128 կիլոմետր է, մոտ 69 նավային մղոն, իսկ Սամոթրակեից Նեապոլիս 93 կիլոմետր է։ Նրանք մինչև Փիլիպպե այս ճանապարհներին կանգ չեն առնում, ավետարանելու նպատակով, քանի որ գիտեն, վստահ են, որ Տերը իրենց կանչում է ուր։ Մակեդոնիա, եւ պետք է նրանք հասնեն Փիլիպպե, դրա համար ճանապարհին կանգնելու եւ այնտեղ ավետարանելու կարիք չի լինում։ Նայեք մեր համարին 12-րդ համարին, այնտեղից Փիլիպպե, որ Մակեդոնիայի շրջանի գլխավոր քաղաքն է, հռոմեական գաղութ, այդ քաղաքում մենք մնացինք մի քանի օր։ Սա ինչ գաղութ է։ Հռոմի կողմից նվաճված տարածքներում եւ նահանգներում ստեղծվում էին գաղութներ։ Եվ սա Հռոմի տիրապետության տակ էր, որտեղ բնակվում էին թոշակի անցած հռոմեական զինվորները։ Այս վետերանները ստանում էին տուն, հող, այսինքն մի տեսակ թոշակ, ինչպես նաև հռոմեական քաղաքացիություն, եթե նախկինում չունեին այդ։ Այս գաղութները ենթարկվում էին հռոմեական վարչակազմին եւ ծառայում էին հռոմեական կայսրության ուժեղացման եւ լավացման համար։ Բառացիորեն կոլոնիա է գրված, գուցե ռուսերեն թարգմանություններ կան, որ այնտեղ կոլոնիա է, հայերենում չհանդիպեցի, բայց սա նշանակում է բնակեցված վայր, այսինքն Հռոմը իր տիրապետության մեջ բնակեցման համար վայրեր էր ստեղծում, ռազմաբազաներ կարելի ասել, որտեղ որ այս վետերան զինվորներն էին եւ ծառայում էին Հռոմի իշխանության համար։ Տեսնում ենք, որ Տերն առաջնորդեց նրանց իր նախատեսած ուղղությամբ։ Նրանք հասել են Մակեդոնիա։ Այժմ նրանք գտնվում են Մակեդոնիայի գլխավոր գաղութում, Փիլիպպեում։ Նրանք դեռևս չունեն ավետարանելու առիթ, բայց վստահ են, որ Տերն է կանչել եւ Տերն էլ պետք է կատարի։ Տեսեք ինչ է կատարվում 13-րդ համարում։ Շաբաթ օրը քաղաքից դուրս գրված է դեպի գետապ գնացին։ Աստիճանաբար մոտենում են այն մարդկանց, որոնց հետ պետք է զրույց ունենան, որտեղ սովոր էին աղոթք անելու, նստած խոսում էինք այնտեղ հավաքված կանանց հետ։
13-րդ համարը նախ սկսում է շաբաթ օրվա հիշատակմամբ։ Ինչու է նշում Ղուկասը, որ նրանք հենց շաբաթ օրը դուրս եկան։ Քանի որ շաբաթ օրը հուդայական աղոթքի եւ ժողովի օրն էր, շաբաթը հրյաների սուրբ օրն էր, նախատեսված հանգստի եւ Աստծուն նվիրման համար։ Պողոսը հաճախ իր առաքելական ճանապարհությունների ընթացքում հիշում եք, որ առաջինը երբ որ գնում էր, ուր էր մտնում։ Սինագոգները, հրեական սինագոգներն էր մտնում, բայց այստեղ նա չի մտնում սինագոգ, ինչու, որովհետև սինագոգ չկա ամենայն հավանականությամբ։ Հրեական ժողովարան չկա։ Փիլիպեն հռոմեական գաղութային քաղաք էր եվրոպական հողում, Մակեդոնիայում։ Ըստ հրեական ավանդության ժողովարան կարելի էր հիմնել, եթե տվյալ քաղաքում առնվազն 10 հրեա տղամարդ կար։ Այսինքն այս նկարագրությունից մենք հասկանում ենք, որ նույնիսկ 10 հրեա հավատացյալ տղամարդ չկային այնտեղ եւ կային մի խումբ կանայք եւ նրանք էլ գետի մոտ սովոր էին հավաքվելու եւ աղոթք անելու։ Եվս մեկ պատճառ, քանի որ այդ օրը մարդիկ ազատ էին իրենց կրոնական պարտականությունները կատարելու համար, դրա համար շաբաթ օրը նրանք դուրս եկան։ Շաբաթը ոչ աշխատանքային օր էր, նույնիսկ հեթանոց քաղաքներում հույների եւ հրեաների փոխհարաբերությունների մշակութային պատճառներով։ Գետի մոտ հավաքվելու հանգամանքը այստեղ ըստ մեկնաբանների նաև այն էր, որ անհրաժեշտ էր մաքրության ծեսերը կատարելու, որ պետք էր ջուր, որ հրեաները, ովքեր որ օրինապաշտ էին, նրանք կարողանային այդ մաքրությունը ջրով հեշտությամբ արագ կատարել։ Այս գետը հավանաբար Գանգիտ գետն է։ Գանգիտը գտնվում է մոտավորապես 2-3 կիլոմետր Փիլիպպեից դեպի արևմուտք, ինչը տեղագրական առումով համապատասխանում է քաղաքից դուրս նկարագրությանը, որ այստեղ ասում է, որ մենք դուրս եկանք քաղաքից։ Եթե նկատեցիք, երբ ուղղվում են Սամոթրակե, Նեապոլիս, Փիլիպպե, մնում են այնտեղ մի քանի օր եւ շաբաթ օրը քաղաքից դուրս են գալիս։ Չի ասում Ղուկասը, բայց գուցե քաղաքում էլ ավետարանել են եւ արձագանք չի եղել, որոշել են քաղաքից դուրս գալ։ Ահա տեսեք, թե ինչ հրաշալի կերպով Տերը ուղղորդեց նրանց իր իսկ նախատեսած վայրը։ Իսկ հիմա ինչ է պետք։ Իհարկե խոսելու առիթ։ Եվ Տերը տալիս է դա։ Նայեք համարին։ Տերը տալիս է առիթներ ավետարանելու եւ տեսնում ենք առիթի տրման այս երկրորդ բնութագիրը։ Նա առաջնորդում է իր նախատեսած ուղղություններով, նրանք արդեն Փիլիպպեում են եւ երկրորդ 13-րդ համարում Տերը ստեղծում է խոսելու հնարավորություն։ Նայեք 13-րդ համարի վերջին մասին։ Նստած խոսում էինք այնտեղ հավաքված կանանց հետ։ Լալեո բառն է գրված խոսելը, որը նշանակում է զրուցել, պատմել, խոսել կամ հայտարարել։ Ինչ կարող էին պատմել, եթե ոչ ավետարանը եւ Հիսուսի մասին։ Եվ ահա սա առիթ է խոսելու։ Ես պատկերացնում եմ Պողոսի խմբի սիրտն ինչ վիճակում էր, այսքան երկար ճանապարհ անցնել, դեռևս ոչ մեկի չեն ավետարանել եւ ահա հանդիպում են մի խմբի, այն էլ հոգեվոր մարդիկ են, արտաքուստ կրոնավոր մարդիկ են եւ հիմա կարծես սոված ավետարանչության հիմա հանդիպում են այս մի խումբ մարդկանց։ Նման վայրում մարդկանց հանդիպելն ավելի էր վստահություն տալիս նրանց, որ ժամանակը մոտեցել է կամ մոտենում է ավետարանելու, քանի որ այս մարդիկ աշխարհի գործերից կտրված եկել էին ինչի համար։ Տեքստին նայեք, ինչի համար էին հավաքվել։ Աղոթելու, սովոր էին աղոթք անելու։ Դրա համար մենք էլ ավելի շուտ չենք ավետարանի այն մարդկանց, ովքեր օրինակ գտնվում են եկեղեցա շենքում, գնացել են թեկուզ մոմ վառելու։ Ավելի շուտ այդ մարդուն կավետարանես, քան այն մարդուն, որ շուկայում միրգ է վաճառում։ Ճիշտ է, երկուսին պետք է, բայց այն մարդը գոնե իր վարքով, գտնված տեղանքով ցույց է տալիս, որ ինչ որ փնտրտուքներ ունի, հոգևոր։ Ահա Պողոսն ու խումբը Մակեդոնիայում են, ավելի կոնկրետ Փիլիպպեում, ավելի կոնկրետ Գետափում, ավելի կոնկրետ կանանց խմբի մոտ, ավելի կոնկրետ աղոթող կանանց եւ ավելի կոնկրետ արդեն խոսում են։ Եվ ինչն է հետաքրքիր։ Խոսելը իմպերֆեկտով է գրված, այսինքն երկար էին խոսում։ Երկու բառ չեն զրուցել, ինչպես եք, լավ եք, որտեղից եք գալիս։ Երկար զրուցում էին։ Սա նշանակում է, որ Տերը աշխատում էր այս զրույցի միջոցով։ Ահա տեսեք, թե ինչպես է առաջնորդում Տերը իր նախատեսած վայրեր եւ տալիս առիթ խոսելու։ Պետք է վստահենք Սուրբ Հոգուն, նա գիտի որտեղ են փրկյալները։ Գիտի ինչպես մեզ հասցնի այնտեղ եւ
մենք կկարողանանք այդ դեպքում ավետարանը փոխանցել իրենց։ Նմանապես առիթ է, երբ մարդիկ հոգևոր որոնումների մեջ են լինում կամ Աստծո մասին հարցեր են տալիս։ Սրանք մեր համար, մեր ականջներին կարող են նշաններ լինել, որ պետք է խոսենք այդ մարդկանց հետ, եթե Տերը թույլ տա, զրույցը ավելի ծավալվի, խոսենք կոնկրետ Հիսուս Քրիստոսի մասին։ Դրա համար հիշեք, կարևոր սահմանում, Աստված է ստեղծում խոսելու առիթ, իսկ մենք օգտվում ենք եւ ոչ թե հակառակը։ Մենք ստեղծող չենք, մենք օգտվող ենք։ Դրա համար պետք է միշտ արթուն եւ ուշադիր լինել, որ Տերը երբ ուղղորդում է, նա ստեղծում է առիթ խոսելու, մենք կարողանանք դրանից օգտվել։ Աստված է հանդիպումներ կազմակերպում, ամենահիշարժաններից կհիշեք մինչ այս գործք առաքելոցում, ինչ ցնցող հանդիպումներ էր նա կազմակերպում։ Ներքինի ու Փիլիպոսի, այո, ձայնը լսում եմ, չեմ հասկանում ով է խոսում։ Ուրիշ ինչ հիշատակում կար գործքում Կորնելիոսի հանդիպումը Պետրոսի հետ, հիշում եք, երկուստեք ինչպես էր Տերը պատրաստում եւ Կորնելիոսին եւ Պետրոսին։ Հիշեք ձեր առօրյայից, կյանքից, թե ինչպես է Տերը կազմակերպել հանդիպումներ, տվել խոսելու առիթներ եւ մտորեք դրանց շուրջ։ Դրանց աստվածային կազմակերպման գործընթացի մասին։ Եվ եթե նման փորձառություն ունեցել եք եւ կարծում եմ ունեցել եք, նկատած կլինեք մի փոքր վերլուծելուց հետո, որ հանդիպումները, երբ վերլուծում եք, հասկանում եք, որ դա մարդը չէր կարող կազմակերպել։ Այդքան ժամանակային եւ իրավիճակային համընկնումներ, որ Տերն է անում, դա իր աշխատանքն է։ Դրա համար շտապելու փոխարեն լավ կլինի աղոթել եւ սպասել առիթների, քան անտեղի քայլեր անել, անհիմն, փորձել ստեղծել առիթներ։ Առիթներ պետք չէ ստեղծել։ Պետք է մեր ներողություն օտար բառից համար մեր ռադարները միշտ պետք է միացած լինեն, բայց ստեղծողը մենք չենք առիթ։ Պետք է սպասել Տիրոջը։ Արհեստական միջամտություններ պետք չէ անել։ Տերը բնական եւ գեղեցիկ պատրաստում է։ Մենք պետք է ուշադիր եւ պատրաստ լինենք օգտվելու։ Երբեմն լսում եմ հավատացյալներ կան, ինչպես են մտնում զրույցի, նույնիսկ պարզ դիալոգը զրույցը չի ստացվում իրենց։ Ինչու, որովհետեւ իրենք մտածում են իրենք ստեղծող են։ Իրենք մտածում են, որ ամեն անհարմար իրավիճակում պետք է հոգեվոր մի ցիտատ մեջբերում անեն, բայց դա այդպես չէ։ Դրա համար շատ հաճախ նույնիսկ այս առաջին կոնտակտն ու շփումն ու զրույցը մարդկանց հետ չի ստացվում։ Ունես ավետարանելու փափակ, դա հրաշալի է, բայց պետք է պատրաստվածություն եւ սպասիր Սուրբ Հոգին սահուն, գեղեցիկ կպատրաստի իրավիճակ եւ դու կհասկանաս։ Դու նոր օգտվիր այդ ստեղծված իրավիճակը։ Չէ՞ որ մենք Հիսուսն ասաց մարդկանց որսորդենք։ Ոչ մի ձկնորս աղմուկ աղաղակ երկել parելով չի կարող ձուկ բռնել։ Այսինքն նրա ուշադրությունը, նրա խոհեմությունը ձուկ որսալու գործընթացի մեջ արդեն իր պատասխանատվությունն է, որ նա պետք է ցուցաբերի։ Առակաց 25:11-ում ասում է տեղին ասված խոսքը ոսկի խնձոր է արծաթի ափսեների մեջ։ Սա լավագույն պատկերային նկարագրությունն է, որ ներկայացնում է ժամանակին եւ իմաստությամբ ասված խոսքի գեղեցկությունն ու արժեքը։ Այսինքն տեղին եւ ժամանակին եւ ճիշտ բաներ խոսելը։ Միշտ աղոթքի մեջ լինենք եւ ուշադիր իրավիճակներին եւ կտեսնենք, թե որքան սահուն ու գեղեցիկ է Տերը հրամցնում մեզ առիթներ Հիսուսի մասին պատմելու։ Հարց. մենք հիշում ենք, որ առիթներ տվողը Տերն է, որ նա է կառավարում ժամանակն ու մարդկանց, նա է հանդիպեցնում եւ որոշում ավետարանչական ուղղությունները, մարդկանց եւ ժամանակները։ Սա առաջին գործողությունն է Տիրոջ կողմից, որով նա հիմնում է եկեղեցին, նա տալիս է առիթ ավետարանելու համար։ Երկրորդը տեսեք, որի մասին ավելի երկար ենք խոսելու, ինչպես է Տերը հիմնում եկեղեցի, դարձի է բերում մարդկանց։ Տրամաբանական շարունակությունն է առաջինին։ Եթե տալիս է առիթ ավետարանելու, եթե ինքն է ուղարկել, ապա տեսեք, թե ինչպես է նա դարձի բերում մարդկանց։ Եվ 14-րդ համարում տեսնում ենք դարձի բերելու երկու քայլ։ Ինչպես է Տերը դարձի բերում մարդկանց, առաջին կանչում է իր ընտրյալներին եւ երկրորդ տալիս է նրանց հասկանալու կամ հավատալու կարողություն։ Նայեք 14-րդ համարին։ Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թիատիրա քաղաքից էր եւ Ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր։ Նրա սիրտը Տերն էր բացել, որպեսզի անսար
Պողոսի խոսքերին։ Ինչպես է Տերը դարձի բերում մարդուն։ Նայեք առաջին կանչում է իր ընտրյալներին։ Եկեք երկու բառ տեսնենք ով է Լիդիան եւ ինչու է նա Տիրոջ ընտրյալը, այնուհետեւ process-ը, գործընթացը կտեսնենք։ Նայեք սլայդին։ Այս կինը Թիատիրա քաղաքից էր։ Աստվածավախ, ծիրանի զգեստներ վաճառող։ Թիատիրը հայտնի էր իր ներկերով։ Ծիրանի ներկը պատրաստվում էր 3 եղանակով՝ մուրեքս խխունջից, որը ամենաթանկն է, միջերկրածովյան կաղնուց, որ կերմես է կոչվում, եւ տորոնի արմատից։ Այդպիսի գործվածքը մեծ պահանջարկ ուներ, քանի որ դրանից էին կարում հռոմեական տոգաները։ Տեսեք այն հագուստը ներքևում որ կա։ Նա գործարար կին էր։ Տեսեք նրա իրավական եւ սոցիալական կարգավիճակն ինչպիսին էր։ Նա հռոմեական կոչվում է lus liberorum, օրենքի ազդեցության տակ գտնվող մեկն էր, ինչ է սա նշանակում։ Լատիներեն տերմին է, կոչվում է ազատություն երեխաների շնորհիվ։ Հռոմեական օրենք էր, որը վերաբերվում էր հռոմեացի մայրերի քաղաքացիական իրավունքներին։ Սկզբում սա սահմանվել է Օգոստոս կայսրի կողմից խրախուսելու ամուսնությունը եւ երեխաների ծնունդը Հռոմում։ 3 երեխա ունեցող ազատ ծնված կինը ստանում էր ազատություն որոշ իրավական սահմանափակումներից։ Օրինակ, չպետք է ամուսնանար, որ կարողանար տնօրինել իր սեփական ունեցվածքը կամ իրավական գործարքներ կնքել առանց ամուսնու կամ հոր համաձայնության։ Այս օրենքը վերաբերվել է նաև երբեմն ազատված տրուկներին, բայց հիմնականում ազատ ծնված քաղաքացիներին։ Ինչու է ենթադրվում, որ նա գտնվել է այս օրենքի ազդեցության տակ։ Եթե Լիդիան հռոմեական քաղաքացի էր, ինչը նշանավոր է հաշվի առնելով նրա դիրքը Փիլիպպեում, հռոմեական գաղութ էր Փիլիպպեն էլ, նա ուներ առնվազն 3 երեխա, ապա կարող էր ստանալ այս իրավունքը։ Նրա ֆինանսական եւ իրավաբանական անկախությունն այն ժամանակների համար հազվադեպ էր, եթե դա չէր պայմանավորված օրենքով։ Տեսնում եք, նկարագրությունների մեջ կա, որ նա ծիրանի զգեստներ վաճառող էր, սա մեծահարուստ կին էր եւ չէր կարող իր բիզնես գործունեությունը ծավալել պարզապես օրենքից անկախ, քողարկված տարբերակով։ Տան տիրուհի լինելը առանց ամուսնու հիշատակման, այստեղ չկա իր ամուսնու մասին հիշատակում, առավելևս հաջորդ համարում առանց ամուսնուն հարցնելու նա հրավիրում է մի խումբ միսիոներների իր տուն։ Ամենայն հավանականությամբ նրա ամուսինը կամ մահացել է, կամ բաժանվել է։ Տան տիրուհի լինելը առանց ամուսնու հիշատակման եւս վկայում է իրավական որոշ ազատությունների մասին։ Եզրակացնում ենք, որ այս կնոջ մասին նման մանրամասների հիշատակումը Ղուկասի կողմից պատահական չի։ Ըստ համատեքստի, քանի որ բոլոր այս կետերը ուղիղ դեր են խաղում եւ դեռ խաղալու են եկեղեցու հիմնման եւ հետագա ծառայության համար, որի մասին դեռ Լիդիան էլ տեղյակ չէ։ Նայեք 13-րդ համարին։ Ինչ է նշանակում աստվածավախ։ Գրված է, որ նա աստվածավախ էր։ Սեբոմայ բառն է, նշանակություններից է երկրպագել, մեծարել կամ ճշմարիտ Աստծո երկրպագոյի առնչությամբ էր այս բառն օգտագործվում, իրարից ասեմ Կորնելիոսի առնչությամբ էլ էր նույն այս բառն օգտագործվում։ Այսպիսով Լիդիան հեթանոս բարեպաշտ է, ով ընդունել է հուդայականությունը եւ ապրում է բարեպաշտ կյանքով։ Բայց նա դեռևս Հիսուսին չի ճանաչում, որի համար էլ հենց միսիոներները գտնվում են այժմ Լիդիայի մոտ։ Խնդրում եմ ուշադրություն։ Սուրբ Գիրքը հստակ է ասում, որ մեղավոր մարդն իրենով առանց Աստծո միջամտության չի փնտրում Աստծուն։ Հռոմեացիս 3:11։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ չկա երկրի վրա մի մարդ, որ կարողանա ինքն իրենով նախաձեռնել որոնումներ Աստծո ուղղությամբ։ Իսկ այստեղ մենք արդեն տեսնում ենք Ղուկասի կողմից նկարագրություն, որ նա արդեն բարեպաշտ է։ Դա նշանակում է այստեղ գործում է Հիսուսի ասածը. Եթե հայրը չձգի, ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ։ Հիսուսը հաստատում է 6:44-ում, ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, նայեք, եթե նրան դեպի ինձ չբերի հայրը, որն ինձ ուղարկեց, եւ ես վերջին օրը հարություն կտամ նրան։ Եթե Լիդիան փնտրում է Աստծուն, Աստվածավախ է, ապա նա Տիրոջ ընտրյալն ու նախասահմանվածն է։ Քանի որ ում նախասահմանում է Տերը, նրան կանչում է նաև, եւ ում կանչում է արդարացնում է, եւ ում արդարացնում է
հասցնելու է նաև փառավորման։ Եվ ավելին ասեմ, այս նախասահմանության մտքի մասին մենք երկու գլուխ առաջ տեսանք 13:48-ում հեթանոսների փրկության առնչությամբ։ Հեթանոսները այս լսելով ուրախանում էին եւ Տիրոջ խոսքը փառաբանում եւ հավատացին նրանք, ովքեր սահմանված էին հավիտենական կյանքի համար։ Եվ Լիդիան հերթական Աստծո ընտրյալներից է, ով ներկայացվում է այստեղ աստվածավախության ներքո։ Նայեք համարի երկրորդ մասին, որտեղ կտեսնեք դարձի բերելու երկրորդ նկարագրությունը Տիրոջ։ Տերը տալիս է հասկանալու կարողություն։ Նայեք համարին։ Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թիատիրա քաղաքից էր եւ Ծիրանից գեստներ վաճառող, լսում էր։ Նրա սիրտը Տերն էր բացել, որպեսզի անսար Պողոսի խոսքերին։ Ղուկասը գրում է, որ Լիդիան լսում էր Պողոսին, եւ լսելը ֆիզիկական ականջի լսողության մասին չէ, այլ հասկանալու։ Նա հասկանում էր Պողոսին։ Հասկանում է Պողոսն ինչ է քարոզում։ Այստեղ գործածված հասկանալը հավատալ բառի իմաստն ունի նույն։ Լիդիան հասկանում էր Պողոսի խոսքերը, նա հասկանում էր ավետարանը։ Իսկ ինչու է Լիդիան հասկանում, իսկ մյուս կանայք ոչ։ Պատասխանը համարի երկրորդ մասում է։ Նրա սիրտը Տերն էր բացել, որպեսզի անսար հասկանար, հավատար Պողոսի խոսքերին։ Տերն էր բացել, դիանոյգո բառն է, լայն բացել, ինչպես դուռն է լայն, ծալովի դուռը ինչպես որ բացում են, բացել այն, ինչ որ նախկինում փակ էր, բացել ականջները, աչքերը, հասկացողությունը, դարձնել ընդունակ եւ պատրաստակամ հասկանալու եւ ընդունելու։ Այսինչ աշխատանք է Տերը կատարում։ Փաստորեն սա Տերն է անում։ Իսկ այն բանի պատճառը, որ այս կինը ցուցաբերեց այդպիսի ուսումնառություն, Ղուկասը տեսնում է ոչ թե նրանում, որ Լիդիայի միտքն ավելի սուր էր, քան մյուսներինը, եւ ոչ էլ նրանում, որ նա ինչ որ կերպ ինքն էր պատրաստել իրեն։ Նա ասում է, որ ինքը Տերը բացեց նրա սիրտը, որ ուշադրություն դարձնի, որ կարողանա հավատալ, հասկանալ Պողոսի քարոզածը։ Քիչ առաջ Ղուկասը գովում էր Լիդիայի բարեպաշտությունը, բայց հիմա ցույց է տալիս, որ նա չէր կարող հասկանալ առանց ավետարանական ուսմունքը, առանց Սուրբ Հոգու լուսավորության։ Ուստի մենք տեսնում ենք, որ ոչ միայն հավատը, այլև հոգևոր բաների ամեն իմացություն Աստծո հատուկ պարգևն է։ Եվ ծառայողները ոչինչ չեն կարող անել քարոզչության մեջ, եթե դրա հետ չհամագործակցի Տերը եւ այդ պահին չլուսավորի մարդկանց։ Երկրորդ Օրինաց 29:4-ում Մովսեսն այսպես է գրում. Տերը մինչև այսօր ձեզ չտվեց մի այնպիսի միտք, որ իմանաք, աչքեր, որ տեսնեք եւ ականջներ, որ լսեք։ Տերը պիտի տա դա։ Ես հասկանում եմ, որ որքան շեշտում ենք Տերը պիտի դա ձեր մտքում հարց կարող է առաջանալ, բա մարդու պատասխանատվությունը որտեղ մնալ։ Մինչև վերջ լսեք կհասկանաք։ Մեթյուերին այսպես է գրում այս մասի վերաբերյալ։ Այս հատվածում Ղուկասը նկատի ունի ոչ միայն այն, որ ավետարանն ընդունելը սրտի զգացմունքով Լիդիային դրթեց հոգուց եկած ներշնչանքը, այլև այն, որ նրա միտքը լուսավորվեց հոգով, պատշաճ ըմբռնման համար։ Այստեղից մենք տեսնում ենք, գրում է նա, մարդիկ այնքան հիմար են եւ այնքան կույր, որ լսելով չեն կարող լսել եւ տեսնելով չեն կարող տեսնել, մինչեւ Աստված նրանց մեջ նոր լսողություն եւ տեսողություն չստեղծի։ Եթե Լիդիայի միտքը բացված չլիներ, Պողոսը կդառնար տարի ծառայող պարզապես, բայց Աստված ոչ միայն ներշնչեց նրան հասկացողություն, այլև հարգանք իր խոսքի հանդեպ։ Այնպես որ մարդկային ձայնը, որը այլապես միայն կցնցեր օդը, թափանցեց նրա երկնային լույսով լուսավորված միտքը։ Ավարտում է Մեթյուերին ասելով. այսպիսով թող հանգստանան բոլոր այն ֆանատիկները, որոնք Սուրբ Հոգու պատրվակով մերժում են արտաքին ուսուցումը։ Պետք է հետևել Ղուկասի սահմանած կանոնին։ Մենք ոչինչ չենք ստանա միայն խոսքը լսելուց առանց հոգևոր շնորհի։ Եվ հոգին տրվում է մեզ ոչ թե խոսքի հանդեպ արհամարանք ծնելու նպատակով, այլ
մտքում դրա հանդեպ հավատ ներշնչելու եւ այն մարդկային սրտերում գրելու համար։ Իսկ եթե հարցվում է այն բանի պատճառը, թե ինչու Աստված բացեց միայն մեկ կնոջ սիրտը, անհրաժեշտ է վերադառնալ հետևյալ սկզբունքին. հավատացին նրանք, ովքեր նախասահմանված էին։ Քանի որ Աստծո երկյուղը, որը Լիդիայի մեջ նախորդեց Քրիստոսի ուղիղ եւ պարզ ճանաչմանը, նույնպես չվաստակած ընտրության պտուղ էր, գրում է նա։ Տերն է բացում մարդու սիրտը ընկալելու, հասկանալու եւ հավատալու համար։ Ինչու այն մյուս կանայք չէին հասկանում։ Պատասխանը պարզ է, քանի որ Տերը չէր բացել նրանց սիրտը հասկանալու համար։ Գրված սիրտ բառը գիտեք որ բառն է հունարեն։ Կարդիա, որը ներկայացնում է մարդու ողջ ներաշխարհը։ Սուրբ գրքում որքան դուք հանդիպում եք սիրտ բառ, առավելևս նոր կտակարանում, բոլոր տեղերում գրված է կարդիան, որն իր մեջ ներառում է մարդու ողջ ներաշխարհը, մարդու միտքը, մարդու կամքը, մարդու զգայանները եւ մարդու որոշում կայացնելու կարողությունը։ Երբ ասվում է, որ Աստված բացեց նրա սիրտը, դա նշանակում է ներշնչեց տալով կարողություն նրա մտային, նրա էմոցիոնալ, նրա հուզական եւ նրա կամային ոլորտներին կյանք, որ նա կարողանա արտաքին ուսուցման ավետարանի լսելուն պես հավատա Հիսուսին։ Այս դեպքում Տերը բացել է նրա հասկացողությունը, մտային ոլորտը, որ նա հասկանա եւ հավատա Պողոսի քարոզչությանը։ Եվ շարունակության մեջ տեսնում ենք, որ ազդվել էր ոչ միայն նրա մտային ոլորտը, որը սրտի մի մասն է, այլ ողջ ներաշխարհը, որը շուտով կտեսնեք հաջորդ համարում։ Ահա խնդրեմ փառահեղ պատկեր, ինչպես է հավատը լսելուց եւ լսելը Աստծո խոսքից։ Գիտեք աստվածաբանական լեզվով սա ինչ է կոչվում։ Աստվածաբանական ձևակերպմամբ սա արդիական կանչն է։ Սա արդիական կանչ է ընդհանուր կանչի մեջ։ Երբ կանչի վարդապետությունը ուսումնասիրենք, դուք կտեսնեք, որ գոյություն ունի ընդհանրական կանչ, որ ուղղված է բոլորին, քարոզում է 100 հոգու, 1000 հոգու, եւ կա անհատական կամ արդիական կանչ, եւ կա արտաքին ու կա ներքին կանչ։ Ինչով են սրանք իրարից տարբերվում։ Սա ընդհանուր կանչ է, որովհետեւ միայն Լիդիան չէ ներկա, բայց սա արդիական կանչ է, որովհետեւ ավարտվեց դարձով։ Դրա համար կարող ենք սահմանել կանչի այն տեսակը, որը ավարտվում է Հիսուսին հավատալով, դա արդիական կանչն է։ Դա անդիմադրելի կանչն է։ Այլ համարներում ավելի լիարժեք է բացահայտվում այս կոչի էությունը, երբ Աստված հզոր կերպով կանչում է մարդկանց, նա կանչում է նրանց խավարից դեպի սքանչելի լույսը, նա կանչում է նրանց իր որդու հետ հաղորդակցության մեջ, իր թագավորություն եւ փառք, այս բոլորի կողքը համարներ կա, չեմ նշում։ Աստծո կանչած մարդիկ պատկանում են Հիսուս Քրիստոսին։ Նրանք նաեւ կանչված են լինելու սուրբ, ինչպես նաեւ կանչված են խաղաղության, ազատության, սրբության, համբերության եւ տառապանքի եւ ի վերջո հավիտենական կյանքի։ Համարի վերջին մասին նայելով ասացեք խնդրեմ։ Ինչու էր Տերն այս ամենը անում։ Նպատակը ո՞րն էր։ Որ Լիդիան լսեր Պողոսի խոսքերը, սա է նպատակը։ Իսկ Պողոս օրվա լուրերը չէր հայտնում, այլ խաչյալ եւ հարուցյալ Հիսուս Քրիստոսի մասին էր խոսում։ Ահա հավատացյալ դառնալու դնթն։ Ինչպես են դառնում հավատացյալ։ Դրա համար էլ երբ հիմնվում է եկեղեցի առանց այս դնթ-ի, հավաքվում են փարիսեցիներ, որոնց ներաշխարհը փոխված չէ։ Միայն մեծ գլուխներ ունեն, որոնք որ գիտելիքը չեն կարողանում կիրառել գործնականում, որոնք որ Հիսուսին չեն սիրում, որոնք որ անում են որպես բիզնես։ Երկու կարևոր սահմանում։ Ավետարանելը միջոց է բացահայտելու Տիրոջ ընտրյալներին։ Եվ երկրորդ, ավետարանը միջոց է, որով Տերը գործում է եւ բացում մարդու սիրտն ու միտքը հասկանալու եւ հավատալու համար։ Դրա համար ամոթ պետք է չհամարենք, ինչպես Պողոսն է ասում, ավետարանը, քանի որ այն Աստծո զորությունն է փրկելու ամեն հավատացողի։ Այս բացել բառի բացատրությունը ասում է, ինչպես ծալովի դուռն են բացում, լայն բացել, Տերը այդպես լայն բացել էր Լիդիայի սիրտը, շատ լայն։ Եվ դրա հետևանքները մենք տեսնում ենք այստեղ։
Տերը նրան հասկացողություն տվեց, նրա կամ բառարանային բառի նշանակություններից եթե ասենք Տերը ստիպեց նրա մտքին, որ այն պատրաստակամորեն ընդունի, յուրացնի եւ ճիշտ գնահատի քարոզված պատգամը։ Տերը նրա ուշադրությունը պահում էր քարոզված խոսքի վրա։ Հարց. երբ ավետարանում եք որևէ մեկին, այդ պահին գիտակցում եք, որ նա կարիք ունի աստվածային միջամտության, որ եթե Տերը չգործի այդ պահին, նրա միտքը չարթնացնի, նրա սիրտը չբացի, նրա ուշադրությունը չպահի քարոզված խոսքին, ձեր ամենալավագույն փաստարկները դիպչելու են պատին եւ ընկնեն։ Գիտակցում եք, որ ձեր քարոզված արդյունք չի ունենա, եթե Տերը այդ պահին չգործի, եթե լայն չբացի մարդու սիրտը։ Աղոթում եք եւ ձեզ լսողների համար։ Կամ երբ լսում եք Աստծո խոսքը, աղոթում եք, որ Տերը ձեր մտքին իշխի, որ ձեր քունը չտանի, որ կարողանաք ըմբռնել պատգամը, որ այն օգուտ բերի ոմանց համար փրկության համար, ոմանց համար սրբագործման եւ Աստված ճանաչողության համար։ Տեսնում եք, որ Տիրոջ իշխանությունը տարածվում է նույնիսկ մեր մտային ոլորտի վրա։ Աղոթեք միշտ, երբ ավետարանում եք, եւ երբ լսում եք, եւ քարոզչի համար, եւ ձեզ համար, եւ ձեզ լսողների համար։ Ինչպես է Տերը հիմնում եկեղեցի։ Ահա երկրորդ քայլը նա ավետարանի քարոզչությամբ դարձի է բերում իր ընտրյալներին։ Եվ վերջին երրորդ։ Ինչպես է Տերը հիմնում եկեղեցի, նա ոչ միայն տալիս է առիթ ավետարանելու, նա դարձի է բերում մարդկանց եւ երրորդ ձևավորում է համայնք։ Եվ նա ձևավորում է համայնք։ Նայեք 15-րդ համարին։ Ինչպես հասկանալ, որ Տերը ձևավորում է համայնք։ Հասկանալու համար այս համարում մենք 4 նշան ենք տեսնում, որ նկարագրված է։ Մարդիկ ընդունում են ջրային մկրտություն, մարդիկ փափագում են խոսքին, մարդիկ ապացուցում են իրենց հավատը եւ մարդիկ վճռական են ծառայելու համար։ Նայեք 15-րդ համարին։ Երբ նա եւ իր ընտանիքը մկրտվեցին, աղաչեց մեզ, ասելով. Եթե ինձ Տիրոջ հավատացյալ եք համարում, իմ տուն մտեք եւ մնացեք, եւ ստիպելով մեզ տարավ։ Առաջին նկարագրությունն այն է, որ մկրտվում է ոչ միայն Լիդիան, այլ նաեւ իր ամբողջ տունը։ Նրա տնային անդամների թվում հավանաբար կային ծառաներ եւ այլ աշխատողներ, հնարավոր է կանանցից ոմանք, որոնց մասին խոսվում է 13-րդ համարում։ Մկրտվելը այստեղ բապտիզոն է նույն, որ նշանակում է ընկղվել կամ մկրտվել կամ լվացվել։ Այստեղից պարզ է դառնում, թե ինչ էին քարոզել նրանց, որ տարավ նրանց ջրային մկրտության։ Տեսնում եք, Ղուկասը քարոզչության մանրամասները չի գրում, քանի որ նրա մտադրությունը եկեղեցու հիմնման գործընթացը ցույց տալն է, թե Փիլիպպեում ինչպես է հիմնվել եկեղեցին։ Ջրային մկրտությունը նաև ցույց է տալիս Լիդիայի եւ ընտանիքի Աստծո խոսքի հանդեպ ունեցած առաջին գործնական հնազանդությունը։ Հարց գիտեք, որ ճշմարիտ հավատին պետք է հաջորդի գործնական հնազանդությունը, որն այս դեպքում ջրային մկրտությունն է։ Դրա համար, եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր դարձի են եկել Հիսուսին, բայց դեռ ջրային մկրտություն չեն ընդունել, շտապեք եւ ձեր կենթանի հավատը, եթե դա կենթանի է, ցույց տվեք նաեւ արտաքին վկայությամբ, հնազանդությամբ ջրային մկրտություն ընդունելով։ Իսկ երբ մարդն ասում է, ես Հիսուսին շատ սիրում եմ, դարձի եմ եկել եւ մի քանի հարկանի մեկնաբանությունները, պատճառաբանությունները բերում չմկրտվելու համար, այնինչ կա ջուր եւ ամեն բան, այդտեղ ընդհանրապես մեծ հարցականի տակ ենք Հիսուսին հնազանդ է, թե ոչ։ Մենք գիտենք, որ ջրային մկրտությունը դա արտաքին ախտերը մաքրելու համար չէ, ոչ էլ մեր փրկության, այլ փրկված լինելու գործնական առաջին հնազանդության նշանը Հիսուս Քրիստոսին։ Այստեղ տեսնում ենք արդեն մկրտված անձանց, սա եկեղեցու համար կարևոր փաստ է։ Այս նորադարձ մարդկանց օգնություն է պետք հոգևոր եւ ահա չի ուշանում այդ հարցի բարձրաձայնումը։ Նայեք երկրորդ նկարագրությանը, նրանք փափագում են խոսքին։ Երբ նա եւ իր ընտանիքը մկրտվեցին, աղաչեց մեզ, ասելով. Եթե ինձ Տիրոջ հավատացող եք համարում, իմ տունը մտեք։ Աղաչել բառը պարակալեո բառն է, որի նշանակություններից է կանչել կամ դիմել մեկի օգնությանը։
Եվ այս բառը մի քանի համատեքստերում ես կարդամ արագ, որ պատկերացնեք ինչ տեսակ օգնությունների մասին է։ Օրինակ Մատթեոս 18:32-33-ում այդ ժամանակ Տերը նրան իր մոտ կանչեց եւ ասաց. «Չար ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետեւ դու ինձ աղաչեցիր», նույն բառն է գրված։ Պետք չէր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր։ Կամ Մատթեոս 8:5-6, երբ Հիսուսը Կափառնայում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան եւ ասում. «Տեր, ծառաս անդամալույց պարկած է տանը եւ սարսափելի տառապում է»։ Նույնպես գրված է։ Դևերը աղաչում էին Հիսուսին, նույն բառն է գրված։ Այստեղ Լիդիան բնականաբար ֆինանսի համար չի աղաչում։ Նյութական ոչինչ չի ուզում։ Կարծում եմ արդեն ենթադրում եք ինչու։ Նա հարուստ մեկն էր եւ նրա աղաչանքը երբեք չի կարելի դիտարկել որպես նյութական որևէ օգնության սպասում։ Կարող է Պողոսի տեսիլքում եղող մակեդոնացու օգնության խնդրանքը այս էր, որ ասում էր անցիր Մակեդոնիա եւ օգնիր մեզ։ Բայց տեսիլքում տղամարդ էր, իսկ այստեղ կին։ Բայց տեսիլքում չէր ասվել, որ պետք է տղամարդ դարձի գա առաջինը։ Եվս հետաքրքիր փաստ է, որ եկեղեցի է հիմնվում կնոջ եւ իր ընտանիքի դարձի միջոցով։ Նրանց հոգեվոր օգնության այս փափագը խոսում է նրանց նոր ծնունդի մասին, նրանց բացված սրտերի մասին։ Այո, սա ճշմարիտ է, քանի որ ամեն նորածին խնամքի կարիք ունի, որն այստեղ վառ ապացույց է, որ պետք է մնալ եւ հոգ տանել նրանց։ Առավել եւս, երբ նրանք են լաց լինում, ճակերտավոր, ոչ թե Պողոսն է համոզում նրանց։ Դրա համար նայեք ձեր կյանքին եւ ցանկությանը, ձեզ համոզում են, որ սովորեք Աստծո խոսքը, որ շփվեք Տիրոջ զավակների հետ, որ ձեր ժամանակն անցկացնեք Տիրոջ խոսքի, շփման կամ ծառայության մեջ, թե դա ձեր ներքին անկեղծ փափագն է, ձեր բացված սրտի, ձեր նոր էության հետևանքն է։ Հիշեք, եթե Տերը լայն չբացի մարդու սիրտը, նա չի կարող ոչ հասկանալ, ոչ էլ դրանից բխել նման ազնիվ ցանկություն։ Դրա համար կարևոր հարց կլինի բոլորիս համար։ Բացի կիրակնօրյա հավաքույթներից ունեք տնային խմբեր, որտեղ մասնակցում եք, թե միշտ կան պատճառներ չմասնակցելու, հոգևոր շփում չունենալու, դուք Աստծո խոսքի ծարավը նկատում եք ձեր մեջ, թե ոչ։ Դիմում եք մեկի օգնությանը դրա համար այլ խոսքով։ Վերջի վերջո, եթե քեզ համար խորթ է Աստծո եկեղեցու եւ իր խոսքի հետ կյանքը, քո սիրտը Տիրոջից դեռ բացված չէ։ Քանի որ ով սիրում է ծնողին, Հովհաննեսն ասում է, սիրում է նաեւ նրանից ծնվածին։ Որտեղ է հաճույքդ, որտեղ է սիրտդ, որտեղ է գանձդ, որտեղ են նպատակներդ, ժամանակներդ եւ քո նյութական բոլոր կարողությունները որտեղ են։ Որտեղ որ քո գանձն է, քո սիրտն էլ է այնտեղ լինելու։ Սա սկզբունք է։ Սա իրական հավատացյալի բնական վիճակն է, եւ եթե որևէ մեկի մոտ չկա ցանկություն կամ ուժեղ ցանկություն, ապա պետք չէ արհեստականորեն ստեղծել այն։ Քանի որ դա իրական դարձի արդյունք է լինում։ Գիտեք կաթին ով չի փափագում։ Ով շատ պարզ պատասխան ունի։ Ով որ չի ծնվել դեռ։ Ծնվածը փափագում է։ Փափագը ծնվածի բնական ցանկությունն է։ Եվ Պետրոս հենց այդպես էլ գրում է. մանուկների պես փափագեք, նորածինների պես փափագեք։ Ահա թե Տերը ինչպես է ձևավորում համայնք։ Արդեն կան մկրտված մարդիկ։ Նրանք իրենց հնազանդությունն արդեն ցուցադրեցին մկրտությամբ, իսկ հիմա նաև հոգևոր անխարդախ կաթ են ուզում, որ դրանով աճեն։ Էլ ինչ կարող է պետք գալ, նայեք երրորդ նկարագրությանը։ Նրանք այնքան առատաձեռն են, որ իրենք են պատրաստ ծառայելու իրենց կարողություններով։ Մարդիկ առատաձեռն են, հաջորդ նկարագրությունը ապացուցում են իրենց հավատը։ Աղաչեց մեզ ասելով, նայեք համարին, եթե ինձ Տիրոջ հավատացող եք համարում, իմ տուն մտեք եւ մնացեք։ Երկու բառ, որոնք գրված են հրամայական եղանակով՝ մտեք եւ մնացեք։ Մտնել կամ ներս գալ իմաստով է օգտագործված, խոսվում է անձի մասին, Պողոսի եւ իր խմբի մասին։ Այն, որ Լիդիայի տանը Տերը հիմնեց եկեղեցի, փաստվում է նաև 4-րդ ներողություն 40-րդ համարով, 16-րդ գլխի 40-րդ համարը, եթե դուք նայեք հիմա, գրված է
նրանք բանտից դուրս եկան, Պողոսը եւ խումբը սրանից հետո բանտարկվում են, բանտապետն է ապաշխարում, եթե հիշում եք, եւ դրանից հետո երբ ազատվում են, տեսեք ինչ է գրված 40-ում։ Նրանք բանտից դուրս ելան ու մտան Լիդիայի մոտ։ Եվ եղբայրներին տեսնելով, նրանց քաջալերեցին ու հեռացան։ Փաստորեն Լիդիայի տանը արդեն կան եղբայրներ, կա եկեղեցի եւ նրանք բանտարկությունից հետո վերադառնում են այնտեղ։ Այս համարը կրկին փաստում է, որ եկեղեցին հիմնվել էր եւ բանտից դուրս գալով Պողոսն ու Շիղան վերադարձան նրա մոտ։ Լիդիայի տան եկեղեցին էր սա, որի համար շատ փառքեր պետք է տանք Տիրոջը, որ ամեն տեղ, որտեղ որ նա ունի մարդիկ հիմնում է այդտեղ եկեղեցին եւ ճշմարիտ հավատացյալներով լցված եկեղեցին էր։ Սա մտեք բառն էր։ Հիմա մնացեք բառին նայեք։ Սա տևական ժամանակի իմաստով է օգտագործված։ Մնացեք։ Մնալու իմաստով։ Մնալ, բնակվել, կենալ կամ ապրել, ահա այս բառի բացատրությունը։ Օրինակ նույն Գործք առաքելոց 18-19-20-ում այսպես է գրված. երբ Եփեսոս հասավ Պողոսը, նրան այնտեղ թողեց, իսկ ինքը ժողովարան մտնելով խոսքն ուղղեց հրեաներին, եւ նրանք աղաչում էին նրան, որ երկար ժամանակ այնտեղ մնա։ Նույն բառն է օգտագործված, բայց նա մերժեց։ Ուշադրություն, սա հրավեր է երկար ժամանակով մնալու համար։ Հրավեր տուն մնալու նպատակով։ Սա խոսում է պատրաստակամության եւ առատաձեռնության մասին։ Լիդիան պատրաստ է իր տանը պահել նրանց երկար ժամանակ, նրանց խումբը, եւ ոչ միայն նրանց, այլ նաեւ իր տունն օգտագործել որպես մյուսների համար հավաքատեղի ամեն օր։ Ուշադրություն։ Ահա թե Հիսուսին անկեղծորեն հավատալն ինչպես է ազդում եւ փոխում նյութականի հանդեպ մարդու վերաբերմունքը։ Նույն արեց Զաքեոսը, հիշում եք։ Երբ դարձի եկավ, ինչ արեց։ Քառապատիկը կտամ նրան, ում որ զրկել եմ։ Համար հիշեք, նյութականի հանդեպ վերաբերմունքը խոսում է Հիսուսի հանդեպ սիրո մասին։ Ճշմարիտ հավատացյալը չի կարող նյութականն ավելի շատ սիրել։ Նրա համար իր ունեցվածքներն այլևս ռեսուրս են դառնում ամենակարևորի համար։ Մտեք տունս եւ մնացեք։ Ես մեծահարուստ եմ, ինչ որ ունեմ, այս ամբողջը պետք է ծառայի Տիրոջը եւ իր զավակներին։ Կարող եք հիշել նաև Երուսաղեմի հավատացյալներին, որ տներ էին վաճառում եւ ոչ ոք ոչինչի կարիք չուներ գրված է։ Սա նույն հոգին է գործում նրանց մեջ։ Ես ազնվորեն փառք եմ տալիս Տիրոջը եւ մեր եկեղեցու Լիդիաների համար եւ տղամարդ եւ կին, սխալ չհասկանաք։ Եվ շատ այլ Լիդիաների, որոնց անձամբ ես հանդիպել եմ եւ շատերը օրհնություն են եղել եւ իմ կյանքի եւ շատերիդ համար։ Այդ նույն հոգին է, որ ունի այսօր մարդիկ, որոնց երբ դարձի է բերում, այդ մարդիկ պատրաստ են լինում իրենց կարողություններով նույնիսկ ծառայելու, իրենց ամեն ինչով։ Մեր համայնքից ես բազում վկայություններ ձեզ կարող եմ պատմել։ Հերիք է մեկն իմացել է, որ մի բանի կարիք կա։ Սկսած տան, սկսած մեքենայի եւ գումարի եւ մնացած ամեն ինչի մասին։ Փառք Տիրոջը յուրաքանչյուրիդ համար։ Փառք Տիրոջը, որ Տերը բացել է մեր սրտերը, որ մենք Հիսուսին այնքան ենք սիրում, որ այլևս մեր ունեցածը իրեն ծառայեցնելու համար միջոցներ են։ Ահա Փիլիպպեում արդեն կան մկրտված մարդիկ, հոգևոր օգնություն խնդրող մարդիկ, առատաձեռն մարդիկ։ Եվ ահա վերջին նկարագրությունը տեսեք, նրանք վճռական են։ Եկեղեցին իր տարբեր գործառույթների համար ունի մարդիկ։ Աղաչեց մեզ ասելով, եթե ինձ Տիրոջ հավատացող եք համարում, իմ տուն մտեք, մնացեք եւ ստիպելով մեզ տարավ։ Պարաբիազոմայ, ստիպել, ճնշել, հարկադրել, պարտադրել, բայց դրական իմաստով։ Բառի այս սահմանական եղանակը հաստատում է, որ այդ ստիպելու գործողությունը իրականում տեղի է ունեցել, վերջացած է, դա կատարյալ ակտ է։ Սահմանական եղանակը նաև շեշտում է Լիդիայի հաստատակամությունն ու վճռականությունը, նաև գործողության հաջող ավարտ, այսինքն դա ստացվեց, եւ ստացվեց երկուստեք համաձայնությամբ։ Այնպես չէ, որ Պողոսը երբ գրում է, ասում է, մեզ ստիպեց վզից բռնել քաշել, ասել է ես չեմ գալիս, ինքը տանում է։ Գիտեք սա ինչի եմ ես նմանեցնում։ Երբ գյուղ կամ որևէ մեկի տուն ես գնում, երբ քեզ ասում են մնա մեր տանը, մինչև հասցնում ես պատճառաբանություն բերել, արդեն տեղերը գցած է լինում քեզ համար։ Նմանեցնում եմ դրան։ Նա ասաց, ստիպեց եւ ստիպելով տարավ ներ։ Այսինքն պատրաստ են ամեն բան անելու, որպեսզի այս մարդիկ մնան։ Այսպիսով գործողություն իրականում տեղի է ունեցել, բայց ես
Քերականության մեջ շատ չեմ ուզում հիմա մտնել, մեր աննաքրոջ հետ էլ շաբաթվա ընթացքում բավականին խոսել զրուցել ենք ճշտումներ անելու համար, ձեզ չհոգնեցնելու համար, բայց ասեմ, որ այդ ստիպել բառը հունարենում էլ այնպես է երևում, որ դա երկկողմանի համաձայնությամբ է։ Պողոսները այնպես չի, որ Պողոսը չէր ուզում, որ մի ավետարանիչը չի ուզի, չէ՞, որ Տերը հնարավորություն տա մնալու, հաստատվելու, եկեղեցու համար ծառայելու։ Այնպես որ այստեղ ավելի շատ նկարագրվում է Լիդիայի կողմը, թե ինչ մեծ սեր էր գործում նրա մեջ, ինչ վճռականություն էր գործում նրա մեջ։ Տերը հիմնեց եկեղեցի Փիլիպպեում, ուղարկեց ավետարանը, բացեց սրտերը եւ տվեց գործելու մարդկային եւ նյութական ողջ անհրաժեշտ ռեսուրսները։ Համար հիշեք, սիրելի քույրեր եւ եղբայրներ, հիշեք եւ հիշենք, բոլորս հիշենք, երբ Տերը հիմնում է, ինքն էլ ապահովում է ռեսուրսներով։ Հեռու չեմ գնում։ Մենք փոքրիկ համայնք ենք, մենք ոչ մի օգնություն չունենք կողքից։ Մեզ հովանավորողներ չկան։ Ես չեմ ասում, որ վատ է, որ մի եկեղեցու օգնում են։ Մենք չունենք։ Եկեղեցին ինքնաբավ է։ Եվ դա Տիրոջ աշխատանքի արդյունքն է։ Ավելին ասեմ, եկեղեցու միջոցով Տերը հարթագյուղում է եկեղեցի հիմնում։ Եվ այնտեղի ռեսուրսները ով է հոգում։ Ես չեմ, բայց Տերը ունի իր միջոցները։ Այնպես որ երբ Տերն է հիմնում, Տերը պատրաստում է եւ մարդկանց, եւ ֆինանսներ, եւ ծառայողներ, եւ ամեն բան։ Դա համար պետք է հիշել, որ եկեղեցի հիմնելու աշխատանքը ողջ եւ ծրագիրը Տիրոջն է։ Մենք պարզապես գործավորներ ենք, որոնք որ փոխանցում են ավետարանը, եւ Տերը թե որ պարագայում կգործի, որ մեկին դարձի կբերի, դա իր պատասխանատվությունն է։ Եկեղեցի հիմնելը Աստծո գործն է, ոչ թե մարդու։ Եկեղեցին հիմնվում է ոչ թե մարդու, այլ Աստծո ներգործության շնորհիվ։ Հիմնված եկեղեցին, սա էլ ուշադիր եւ ավարտեմ, Աստծո ուժի անմիջական արտահայտությունն է, որի փառքը միայն իրեն պետք է տալ։ Մի քանի գործնական քայլեր էլ եւ ավարտենք։ Հիշեք, ավետարանելու առիթներ տալիս է Տերը։ Տերն է առաջնորդում իր նախատեսած ուղղություններ։ Նա է տալիս խոսելու, ավետարանելու առիթներ, որից պետք է մենք օգտվենք։ Հիշեք, որ առիթներ ստեղծողը Տերն է, իսկ մենք օգտվողը։ Ավետարանելիս հիշեք, որ պետք է ավետարանել։ Չզարմանաք, որովհետև ավետարանելիս պետք է ավետարանել Հիսուսի մասին եւ ուրիշ բանի մասին չխոսել։ Ավետարանելիս հիշեք, որ պետք է ավետարանել, քանի որ Տերը, պատճառը համագործակցում է միայն խաչյալ եւ հարուցյալ Հիսուսի քարոզչությամբ։ Ով ինչ կուզի թող պատմի։ Տերը ճանաչում է Հիսուս Քրիստոս, որի քարոզչությունը դրել է որպես միջոց, կամ բարի եղիր քարոզելու դա, կամ հույսը չդնես ոչ մի խելացի մտքերի կամ աֆորիզմների վրա։ Բացատրեք ավետարանն ամենայն ճշտությամբ եւ պարզությամբ, քանի որ այն Աստծո զորությունն է ամեն հավատացողի փրկության համար։ Այս փուլում տեղին կլինի նաեւ խոսել քարոզիչների կամ գնացողների պատրաստության մասին։ Մեր եկեղեցին Տերը կամենա, հիշեք ձեր աղոթքերում, թեպետ ես հայտարարությունների մեջ ավելի կանադառնամ, ավետարանչական խմբի ծառայություններ պետք է սկսի։ Եվ Փառք Տիրոջ մոտ 12 հոգի մարդիկ կան, որոնք որ արձագանքել են, որ մենք ուզում ենք ավետարանել։ Այսինքն սրանք մարդիկ չեն, որ ինչ կա եկեղեցում անելու ասեք, այլ մարդիկ են, որ ուզում են ավետարանել։ Եվ այդ մարդկանց հետ պետք է պատրաստության շրջան անցնենք եւ գնանք այնտեղ, որտեղ որ Տերը կուղղորդի ավետարանը փոխանցելու համար։ Երկրորդ, հիշեք մարդկանց դարձի բերողը Տերն է։ Տերն ունի սահմանած մարդիկ փրկության համար եւ ավետարանը փոխանցելը միջոց է նրանց բացահայտման համար։ Պատկերացրեք 10, 100, 1000 հոգու քարոզում եք, դուք չգիտեք այնտեղ ով պետք է դարձի գա։ Դուք քարոզեք եւ Տերը ում սիրտը որ պետք է բացի, նա կբացի։ Գուցե հետո բացի, ապագայում բացի, նա ինքը գիտի։ Ավետարանը Տիրոջ ընտրյալներին կանչելու միջոց է։ Եվ Տերը ավետարանի քարոզչությամբ է դարձի բերում մարդկանց։ Սա երբեք չմոռանաք, որ մարդկանց համոզելով չզբաղվեք։ Հիշեք, Տերն է միայն, որ ունի իշխանություն եւ կարողություն մեղավորների սրտի վրա։ Պետք է սա չմոռանալ մինչև երկինք հասնելը։ Այնտեղ չենք մոռանա հաստատ։ Տերն է, որ բացում է մարդու սիրտը, ավետարանն ընկալելու եւ դրան հավատալու համար։ Երբեք մի փորձեք արհեստականորեն ստիպել մարդուն, կրկնել ճակերտավոր ապաշխարության աղոթքը, եթե նա ապաշխարած չէ։ Իսկ եթե Տերը բացի նրա սիրտը,
նա անպայման ցույց կտա այդ առանց իմ ու ձեր կոչերի։ Ավելին ասեմ, ողջ Սուրբ գրքում մեկ տեղ կարող եք գտնել, որ կա ապաշխարության աղոթք, նման հասկացություն։ Չեք կարող, որտեղ չկա։ Իսկ այսօր դարձել է ծես։ Եկեք ապաշխարության աղոթքի կանչենք։ Քարոզեք, ում սրտում որ Տերը գործելու է կգործի, եւ հետո պտուղներից դուք կտեսնեք։ Ես նկատի չունեմ, որ մարդը գասի, ուզում եմ աղոթել Տիրոջի, ինչպես աղոթեմ, իրեն ուղղորդես կամ օգնես, կամ ասես քո բառերով աղոթի կամ շնորհակալություն հայտնի։ Այլ արհեստականորեն պետք չի շոուներ սարքել։ Շատերը վստահ եմ տեսած լսածել կլինեք։ Ինչ որ ազդեցությունների տակ գալիս են առաջ, աղոթում են, հաջորդ օրը ես կյանքը նույնն է, ոչինչ չի փոխվում։ Հիշեք Հիսուսին հավատալ, տեսնել նրան որպես Տեր եւ Փրկիչ, մեռած մտքով եւ սրտով հնարավոր չէ։ Եվ ինչպես կասեր Հիսուսը, Հայրը պետք է այցելի։ Պետրոս օրհնյալ ես դու, որովհետեւ մարմինն ու արյունը քեզ չհայտնեցին, այլ իմ Հայրը հայտնեց դա։ Միայն Տիրոջ միջամտության արդյունքում է մարդը կարողանում հավատալ ավետարանին։ Հավատալու բնական կարողություններ մարդու մեջ կա։ Այդ հավատով մարդիկ ապրում են։ Դուք հավատով գնում եք գործի, գալիս եք տուն, մի ամիս գումար չեք ստանում, հավատով սպասում եք, որ ամսավերջ կստանաք, հավատով եք անում։ Բայց այն հավատը, որը պետք է ավետարանը ընդունելու եւ հավատալու համար, դա էականորեն տարբերվում է բնական կարողություններից մեջ եղող հավատալու կարողությունից։ Տերը պետք է լուսավորի, բացի քո սիրտն ու միտքը, որ այդ քարոզված խոսքը քեզ համար դառնա ճշմարտություն, որ Հիսուսը, որ նույնն էր երևում աշակերտների հետ, քո աչքին երևա որպես Մեսիա, որպես Փրկիչ։ Հիշեք, համայնք ձևավորողը Տերն է։ Հիսուսն հայտարարել էր, որ ինքը կհիմնի իր եկեղեցին։ Եվ այդ հայտարարությունից հետո ստեղծված բոլոր ճշմարտադավան համայնքները Հիսուսի գործն է։ Քանի որ այդ մարդիկ դառնում են դեպի իրեն եւ ոչ թե մեզ։ Նկատեք, երբ տեսնեք, որ քարոզված մարդն ուզում է հետևել Հիսուսին։ Նրա մոտ արմատական փոփոխություններ են լինում եւ ուղղորդեք կատարելու Հիսուսի պատվերը, ջրային մկրտության, որը նրա առաջին գործնական հնազանդությունն է Հիսուսին։ Հիշեք, որ Աստծո խոսքի փափագ ունենալու նշան է մարդու հոգևոր նոր սխալ եմ գրել, ներող կլինեք տառասխալների համար, խոսքի հանդեպ փափագ ունենալը նշան է հոգևոր ծնունդի, վերստին ծնունդի նշան է։ Հիշեք, որ երբ Տերը հիմնում է համայնք, նա գործում է նաև իր զավակների սրտում հոժարություն եւ առատաձեռնություն, որ նրանք այլևս իրենց կարողություններով եւս ծառայեն Հիսուսին։ Եվ վերջին, ավետարանին ճշմարտապես հավատացողը պատրաստ է ծառայել Հիսուսին իր ողջ կարողություններով, քանի որ ճշմարիտ հավատը դրսևորվում է ծառայությամբ։ Հիշեք սա, եկեղեցիների հիմնումը ոչ թե մարդկային նախաձեռնության արդյունք է, այլ աստվածային ներգործության։ Փառք մեր Տիրոջը իր հիմնած բոլոր եկեղեցիների եւ նաեւ մեզ համար։ Թող Տերը շարունակի իր աշխատանքը եւ մեր համայնքի միջոցով եւ իր ճշմարտադավան մյուս բոլոր եկեղեցիների միջոցով։ Եկեք կանգնենք աղոթքի։ Մեր երկնավոր Հայր, փառք ենք տալիս քեզ քո հրաշալի աշխատանքի համար։ Շնորհակալ ենք, որ փրկagorցությունն իրականացնելուց հետո ստեղծեցիր քո եկեղեցին այս երկրի վրա, որին ոչ դժոխքը, ոչ մահը, ոչ մարդկային ոչ մի կարողություն չեն կարող ընդդիմանալ։ Փառք քեզ քո անդիմադրելի շնորհի համար, որը որ գործում է այս երկրի վրա։ Փառք քեզ, որ ավետարանիդ միջոցով դեռևս մինչև այսօր դու բացում ես մարդկանց սրտերը։ Դրա համար աղոթում եմ եւ իմ, եւ քույրերիս ու եղբայրներիս համար, եւ այս սրահում եղող, եւ ովքեր որ կլսեն այս պատգամը։ Օրհնիր նրանց ավետարանչական ընթացքը։ Ուղղորդիր նրանց Սուրբ Հոգովդ այն տեղանքները, այն վայրերը, այն մարդկանց մոտ, որտեղ քո փրկյալներն են։ Եվ օգնիր, որ ավետարանդ ճշմարտությամբ, առանց զիջելու, պարզությամբ բացատրեն մարդկանց եւ դու էլ գործիր, փոխելով մարդկանց սիրտն ու միտքը։ Օրեցօր փրկյալներիդ ավելացրու, ինչպես անում ես մինչև այսօր։ Մեզ համար պատիվ է քեզ հետ քայլել այս երկրի վրա։ Փառք ենք տալիս քո աշխատանքի համար։ Փառք ենք տալիս այս համայնքում մասնավորապես եղող բոլոր հոգևոր ծնունդ ապրած մարդկանց համար։ Դա միմիայն քո միջամտության արդյունքն է։ Շարունակիր մեզ հետ քայլել այս երկրի վրա։ Մեր ուղղությունները օրհնել դու, մեզ ուղղորդել մեր ծրագրերի մեջ, ուր որ ծրագրում ենք գնալ, ինչ որ ուզում ենք անել
մենք ուզում ենք, որ այդ ամենը քո կամքի եւ քո ծրագրի սահմաններում լինեն։ Եվ ինչ էլ որ մարդկային կլինեն, խնդրում ենք, որ չհաջողես դրանք, որտեղ դու արգելքներով եւս առաջնորդում ես։ Աղոթում եմ մեր այս շաբաթվա համար, ըստ այսօրվա մեր պատգամի, օգնիր յուրաքանչյուրիս, որ եթե մեր առջև մարդկանց բերես եւ առիթներ, մենք կարողանանք խոսել Քրիստոսի մասին եւ դու էլ գործիր քարոզվածի միջոցով եւ շատ լիդիաներ դարձի բեր եւ միացրու քո եկեղեցուն։ Մենք քեզ սիրում ու սպասում ենք, որ քո եկեղեցու թիվը լրանա ու դու գաս քո հարց եկեղեցուն տանելու։ Խաղաղությանդ մեջ պահիր մեզ եւ դու փառավորվիր հիմա եւ միշտ եւ հավիտյանս։ Ամեն։ Ամեն։ Տերը օրհնի բոլորիդ, նստեք խնդրեմ 1 վայրկյան։ Խոսքի հանդեպ փափագ ունենալը նշան է հոգևոր ծնունդի, վերստին ծնունդի նշան է։ Հիշեք, որ երբ Տերը հիմնում է համայնք, նա գործում է նաև իր զավակների սրտում հոժարություն եւ առատաձեռնություն, որ նրանք այլևս իրենց կարողություններով եւս ծառայեն Հիսուսին։ Եվ վերջին, ավետարանին ճշմարտապես հավատացողը պատրաստ է ծառայել Հիսուսին իր ողջ կարողություններով, քանի որ ճշմարիտ հավատը դրսևորվում է ծառայությամբ։ Հիշեք սա, եկեղեցիների հիմնումը ոչ թե մարդկային նախաձեռնության արդյունք է, այլ աստվածային ներգործության։ Փառք մեր Տիրոջը իր հիմնած բոլոր եկեղեցիների եւ նաեւ մեզ համար։ Թող Տերը շարունակի իր աշխատանքը եւ մեր համայնքի միջոցով եւ իր ճշմարտադավան մյուս բոլոր եկեղեցիների միջոցով։ Եկեք կանգնենք աղոթքի։ Մեր երկնավոր Հայր, փառք ենք տալիս քեզ քո հրաշալի աշխատանքի համար։ Շնորհակալ ենք, որ փրկagorցությունն իրականացնելուց հետո ստեղծեցիր քո եկեղեցին այս երկրի վրա, որին ոչ դժոխքը, ոչ մահը, ոչ մարդկային ոչ մի կարողություն չեն կարող ընդդիմանալ։ Փառք քեզ քո անդիմադրելի շնորհի համար, որը որ գործում է այս երկրի վրա։ Փառք քեզ, որ ավետարանիդ միջոցով դեռևս մինչև այսօր դու բացում ես մարդկանց սրտերը։ Համար աղոթում եմ եւ իմ եւ քույրերիս ու եղբայրներիս համար։ Եվ այս սրահում եղող, եւ ովքեր որ կլսեն այս պատգամը։ Օրհնիր նրանց ավետարանչական ընթացքը։ Ուղղորդիր նրանց Սուրբ Հոգովդ այն տեղանքները, այն վայրերը, այն մարդկանց մոտ, որտեղ քո փրկյալներն են։ Եվ օգնիր, որ ավետարանդ ճշմարտությամբ, առանց զիջելու, պարզությամբ բացատրեն մարդկանց եւ դու էլ գործիր, փոխելով մարդկանց սիրտն ու միտքը։ Օրեցօր փրկյալներիդ ավելացրու, ինչպես անում ես մինչև այսօր։ Մեզ համար պատիվ է քեզ հետ քայլել այս երկրի վրա։ Փառք ենք տալիս քո աշխատանքի համար։ Փառք ենք տալիս այս համայնքում մասնավորապես եղող բոլոր հոգևոր ծնունդ ապրած մարդկանց համար։ Դա միմիայն քո միջամտության արդյունքն է։ Շարունակիր մեզ հետ քայլել այս երկրի վրա։ Մեր ուղղությունները օրհնել դու, մեզ ուղղորդել մեր ծրագրերի մեջ, ուր որ ծրագրում ենք գնալ, ինչ որ ուզում ենք անել, մենք ուզում ենք, որ այդ ամենը քո կամքի եւ քո ծրագրի սահմաններում լինեն։ Եվ ինչ էլ որ մարդկային կլինեն, խնդրում ենք, որ չհաջողես դրանք, որտեղ դու արգելքներով եւս առաջնորդում ես։ Աղոթում եմ մեր այս շաբաթվա համար, ըստ այսօրվա մեր պատգամի, օգնիր յուրաքանչյուրիս, որ եթե մեր առջև մարդկանց բերես եւ առիթներ, մենք կարողանանք խոսել Քրիստոսի մասին եւ դու էլ գործիր քարոզվածի միջոցով եւ շատ լիդիաներ դարձի բեր եւ միացրու քո եկեղեցուն։ Մենք քեզ սիրում ու սպասում ենք, որ քո եկեղեցու թիվը լրանա ու դու գաս քո հարց եկեղեցուն տանելու։ Խաղաղությանդ մեջ պահիր մեզ եւ դու փառավորվիր հիմա եւ միշտ եւ հավիտյանս։ Ամեն։